Սատանան իրենն է առաջարկում, Տերն էլ իրենը, բայց դու ինչ ես ուզում տեսնել, եթե քո մեղքի վարակույրը փակել է քո աչքերը, դու չես կարող լույս ամենուր տեսնել, պետք վարակույրը բացես, որ տեսնես։ Դու պիտի մոտենաս իրեն, որ տեսնես։ Եվ Առաքյանն էլ Պողոս Առաքյանն ասում է, հավատքը լսելուց է զորանում։ Ինքնին պիտի լսես Տիրոջ խոսքը, կարդաս Տիրոջ խոսքը, աղոթես Տիրոջ խոսքով, որ կարողանաս հավատքը զորացնես, ուղղակի նստես, սպասես, որ երբ պիտի փրկությունը գա, այդպես չի լինում։ Կամ Տերը ոնց պիտի իրեն հայտ։ Մարդիկ այսօր կան, չէ՞, թող Աստված հենց հիմա հրաշք գործի կհավատան։ Ես ասում եմ ամենամեծ հրաշքը, երբ որ լույսը բացվում է դու արթնես։ Դրանից ավելի մեծ հրաշք չկա կյանքում։ Դու չգիտես, երբ որ դու պարկում ես քննելու, Տերը քեզ լուսաբաց չի խոստանում։ Երբ որ դու արթնանում ես, քեզ երեկո չի խոստանում Տերը։ Ուրեմն երբ որ դու հասնում ես երեկոից առավոտ, ուրեմն դա մեծ հրաշք է։ Այսինքն ամեն առավոտ Աստված քեզ համար նոր էջ է բացում, նոր հնարավորություն է տալիս ապրելու գործում։ Սա ամենամեծ հրաշքն է։ Երկրորդ դու ապրում ես, շնչում ես, այլ հրաշք է։ Այսօր այն ճաշը, որից մենք զզվանքով բրդում ենք, ասում ենք չենք ուտում, դա շատերի երազանքն է։ Մեր գործը, որից դժգոհում ենք, որ քիչ ենք վճարում, շատ ենք աշխատում, միլիոնավոր մարդկանց երազանք։ Մեր տունը, որտեղ փափուկ բարձում ենք, քնում ենք, տասնյակ հազարով միլիոնավոր պատերներ գտնվող մարդկանց երազանքն է փափուկ բարձում։ Քո առողջ մարմինը, քո առողջությունը շատերի երազանքն ինչքան մարդ կա այսօր այս պահին։ Հենց հիմա մենք այստեղ խոսում ենք, ոմանք կրակի տակ են պատերազմի մեջ, ոմանք հիվանդանոցներում կյանքի եւ մահվան կռիվ են։ Դա իրենց երազանքն է ապրել։ Բայց մենք ասում ենք, այս ինչ կյանք է։ Շատ նեղն որ մարդուն ասում են, ոնց եմ ոչինչ։ Ասում են ոչինչը, դա ինչ է դու, ասում են փառք Աստծո, դու կաս։ Երեխեքդ կան, գինդ կա, դու կաս, տուն կա, փառք Աստծո։ Ոչինչ, լավ, յոլա, ասում են անհավատ մարդու պատասխանները։ Հավատացող մարդը ոնց կարող ասի յոլա փառք Աստծո փոխարեն կամ ոչինչ որն է ոչինչ դու դժգոհ ես դու սատանական ջխորն է դա էլ ուրիշ սնոտի ապաշտություններ են դրա համար դու ինքդ պիտի սիրտը բացես դրա համար Տերն ասում է ժողովուրդ ինձ շուրթերով է պաշտում բայց սրտով ինձանից շատ հեռու են եւ վերջապես ամենագլխավորը Աստված կատարյալ մարդիկ չի փնտրում Աստված անկեղծ մարդ